Ասացեք խնդրեմ, թե ինտերնետ մուտք գործելիս եւ հեռախոսը ձեռքը վերցնելիս կամ համակարգիչը բացելիս տարեց մարդը ինչ հիմնական կանոններ պիտի իմանա եւ հետևի դրանց։ Ուրեմն տարեց ասածը եկեք ընդունենք հարաբերական, որովհետեւ կան տարիքով ավելի ցածր տարիքի մարդիկ, ասենք միջին 60 վերցնենք, որոնք չեն տիրապետում այդ կանոններին եւ կամ 60-ից մարդիկ, որոնք հիանալի տիրապետում են կանոններին, այսինքն այս պարագայում եկեք ասենք բոլոր նրանք, ովքեր որ վերցնում են հեռախոսի իրենց ձեռքը կամ համացանց մուտք գործելու որևէ սարք, լինի համակարգիչ, պետք է նախ իմանան, որ չպիտի սեղմել ամեն հղման վրա։ Ամեն հղում չէ, որ լավ բան է, ինչպես որ հայտնի ասացվածքում է, որ անվճար պանիրը միայն ականաթի մեջ է լինում, այնպես էլ չկան էստի համեցեք հղումներ, որոնք որ լավ բանի են տանում, այսինքն պետք է լինել զգուշավոր, պետք է նախ իմանալ, թե քեզ ինչ է պետք, այսինքն համակարգիչ մտնել, ինտերնետ համացանց մտնել ոչ թե ժամանցի համար, այլ համացանց մտնել ըստ կարիքի նախապես որոշել ինչ պիտի անել, այսինքն որոշել քո օրվա մեդիա սննդակարգը, չէ որ մեդիան եւս ունի օգտագործման այսպես չափաբաժիններ ու պետք չի տարվել շատ դրանով, օրինակ առավոտյան արթնացա լուրեր պիտի նայես, պետք է իմանաս ինչ թերթերից օգտվել, որն են քո վստահելի աղբյուրները, որտեղից դու օգտվում ես, մտնես կարդաս, այդ լրատվականներից ու նայես, որ անպայման այդ հոդվածը, ինչը դու կարդում ես գոնե ունենա հեղինակ, առնվազն ունենա հեղինակ, որովհետև նորմալ բանը որևէ մեկը չի չարչարվի պատրաստի նորմալ նյութը ու թողնի առանց իրեն անվան համաձայնեք, չէ, որպես դուք եք։ Այսինքն եթե հոդվածի սկզբում կամ վերջում նշված է անունը, այդ մարդը նաև պատասխանատվություն է կրում իր տարածած նյութի բովանդակության համար։ Այո, գոնե գիտես ով է կանգնած ետևում, եւ եթե սխալ լուր է, գոնե գիտես ումից պահանջել արդարությունը, ով պետք է ներողություն խնդրի դրա համար, այս ամենակարևորն է, որն ուզում եմ ասել, այդ ընթերցած նյութի հեղինակին փորձեք փնտրել, գտնել, կարդացեք միայն այն, որը ունի հեղինակ։